Գործադիրը որոշել է առաջիկա 3 տարիներին կրճատել կրթությանը հատկացվող գումարները։ Կառավարության 2018-20 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հնայից ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է։ Եթե այս տարի այն կազմում է 2,34%, 2018-ին կլինի 2,18%, 2019-ին 1,99%, իսկ 2020-ին 1,85%։ Այսպիսի խնայողությունն ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսում է ոլորտի հանդեպ գործադիրի ունեցած վերաբերմունքի մասին, գեղեցիկ խոսքեր, հավակնոտ ծրագրեր, բայց ոչ մի կոպեկ փող։ Մի կարևոր բան կա, կրթությունը պետք է համարենք ոչ թե որպես ծախս, այլ ներդրում։ Եթե դու կրթությանը փող չես տալիս, դու ըստ էության ներդրում չես անում եւ հետեւաբար տարիներ հետո էլ ոչ մի բան չես կարող ակնկալես։ Այն որ հիմա այսօր համակարգի վիճակը վատ է, դա պատճառն է, որ 15-20 տարի առաջ էլի փող չենք տվել կրթությանը։ Ինչի է այսօր մեր վարչապետը գնում մարզպետարաններ, բաներ բողոքում, որ լավ չեք աշխատում եւ այլն եւ այլն։ Միգուցե լավ չեն աշխատում, որովհետեւ ժամանակին էլ այս մարդկանց կրթության վրա փող չի տրվել։ Ոլորտի համար սա իսկական աղետ է, վստահ է Խաչատրյանը, ըստ նրա հնայի հատկացումներից բացի կրճատվելու են նաև բացարձակ թվերը, այսինքն ավելի քիչ գումար են ստանալու դպրոցներն ու բուհերը։ Փորձագետի խոսքով, եթե չկա գումար, չկան նաև որակյալ մասնագետներ ու կրթված սերունդ։ Ուսուցիչներից անձնվեր աշխատանք պահանջող ղեկավարները փաստորեն ոչ միայն չեն նպաստում նրանց աշխատանքային պայմանների բարելավմանը, այլև ստիպում են, որ մանկավարժությունը դառնա երկրորդական գործ։ Քեզ թվում է, թե դու գումար խնայեցիր, հա, պետքա ուսուցչին տայինք 100,000, տվեցինք 80,000, ինչ լավա չի ընդվզում, բայց այդպես չի։ Ամեն ինչ այս կյանքում ունի իր գինը եւ վտանգը այստեղ այն է, որ Հայաստանում ընտրված է այլ տարբերակ։ Լուր ձևով համակարգին վնաս տալը։ Նման քաղաքականության պատճառները պարզելու համար Ազատությունը նամակով դիմեց ֆինանսների նախարարություն կրթության նախարարին, նաև վարչապետ Կարապետյանին։ Ուշագրավ է, որ Ազատության հարցերին կրթության նախարարությունը եւ գործադիրը ամբողջությամբ նույն բովանդակությամբ նամակով են պատասխանել, չտալով սպառիչ բացատրություն։ Վարչապետից եւ նախարարից հետաքրքրվել ենք։ Ինչն է պատճառը, որ հնայից ոլորտին հատկացվող գումարները նվազեցվելու են։ Արդյոք գնահատվել է նման որոշման ազդեցությունը կրթության որակի վրա։ Նաև հարցրել ենք, ոլորտի կոնկրետ որ օղակից են արվելու խնայողությունները։ Կառույցներից եկած նույն պատասխանում ասվում է. Մեջբերում է։ Կառավարությունը կարևորություն է տալիս կրթությանը որպես երկրի կայուն առաջընթացի ու զարգացման հիմնական նախապայմաններից մեկը, բայց ներկայիս համակարգի օպտիմալ ձևաչափի բերելու նախապայմանները սահմանափակում են նախատեսված կրթության ծախսերը այսօր աճեցնելու հիմնավորվածությունը։ Հաջորդ փուլում կառավարությունը նախատեսում է հետևողականորեն ավելացնել կրթության ոլորտում պետական ծախսերը թե անվանական մեծությամբ եւ թե հնայի նկատմամբ։ Մեջբերման ավարտը։ Ֆինանսների նախարարությունից էլ պարզաբանել էին. տնտեսական աճի տեմպի վրա արտաքին ցնցումների ազդեցությունը նվազեցնելու համար կառավարությունը նախորդ տարիներին իրականացրել է մեջբերեմ ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն մեջբերման ավարտ։ Արդյունքում պետական պարտքը կառավարելի մակարդակում պահելու համար ներկայում ստիպված է տնտեսել, որն անդրադառնում է ոչ միայն կրթության, այլև մի շարք այլ ոլորտների վրա։ Կրթության ոլորտի փորձագետը սակայն նշում է, կառավարության հավաստիացումները թե կարևորում է ոլորտի զարգացումը եւ իրականությունն իրար հակասում են։ Ըստ Սերոբ Խաչատրյանի, միջինում երկրները կրթությանը հատկացնում են հնայի 4%։ Ֆինանսների նախարարներ, չէ, ասում, երբ որ մարդը դրսից օգնություն է ստանում, ինքը ծուլանում է ու սկսում է վատ աշխատել։ Կա վատ կառավարման խնդիր, անարդար կառավարման խնդիր։ Այս ամեն ինչը ի վերջո բերում է նրան, որ կրթությանը փող չի մնում։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենն էլ նպաստ որակելով ուսուցիչների աշխատավարձն ասում է. սա խայտառակություն է, երբ մի քանի տարի շարունակ ֆինանսական հատկացումների հարցում փոփոխություն չի լինում։ Աշոտ Բլեյանի խոսքով, այն որ գործադիրը դեռ 2014-ին էր ամրագրել հնայի նկատմամբ կրթության ֆինանսավորումը հասցնել 4%-ի, խոստում էր, որը չիրականացավ, ինչպես մյուսները։ Իհարկե դրված էր այդ խնդիրը 3%-ից ոչ պակաս չէ, ինչպես տնտեսական աճի խնդիրներ դրված 7%-ից ոչ պակաս չէ, բոլորը դրված էր, բայց փաստացի իրական կյանքում Հայաստանի հասարակությունը, այդ եմ ասում, իր բանով, հա, հեռանկարով տեսնում է իր հեռանկարը, ինքը այդ զարգացման ռեժիմ մեջ է։ Ես նկատի չունեմ կառավարությունը, վարչապետը, հա, եթերային ելույթները, հարցադրումները, ես այդ նկատի չունեմ։ Մարդը, որ առավոտը արթնանում է, ինքը նոր մարդ է, այդ ուժ փոփոխությունները, իհարկե, չէ, այս ձևով դա չի կարող լինել, այս ձևով մարդուն իրանք չեն հասցնելու, ինչ փոփոխությունների մասին է խոսքը։
Ըստ Բլեանի ավելի ողջունելի կլիներ, որ գործադիրը մտածեր կրթության համակարգում նոր ծրագրեր սկսելու մասին, առիթ ստեղծեր, որ սերունդը ինքնակրթվելու շարժառիթ ունենար։